Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրում կարել եմ հետ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանին, պարոն Ղազինյան, բարև ձեզ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ղազինյան, տեսեք, վաղը ՀՑԿՀ-ն, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հետի հարցով իր վերջնական եւ կարելի ասել ճակատագրական նիստն է գումարելու ու արդեն իշխանության կողմից կան ազդանշաններ առայն, որ հարցը վերջնականապես որոշված է եւ Տաշիր ընկերությունների խումբը, այնպես Սամվել Կարապետյանը զրկվելու են հետի լիցենզիայից։ Ձեր մոտ նույնպես համոզմունք կա, որ վաղը հենց այդ process-ն է տեղի ունենալու։ Միանշանակ, որովհետեւ իրադարձությունները ի սկզբանե զարգացել են այնպես արագ եւ այն ճանապարհով, որը հիմք են տալիս գոնե ներքին համոզմունք ունենալու համար, որ լիցենզիայից զրկվելու է, բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հունիսի 18-ից հետո արդեն իշխանության խոսույթի մեջ մտավ ազգայնացնել, աներկբա է, հետը պետք է ծառայի ժողովրդին։ Այո, առանց հիմնավորելու արդյոք չէր ծառայում ժողովրդին։ Այսինքն իրենք այնպես են ասում, որ չէր ծառայում, հիմա պետք է ծառայի, բայց եթե ոչ հիմա համոզված եմ, որ մոտ ապագայում կլինի այդ հնարավորությունը իրականում ցույց տալ մեր ժողովրդին, մենք հիմա փորձում ենք ցույց տանք ու ցույց ենք տալու, բայց խոսքս վերաբերում է քրեական գործերին եւ մնացած բոլոր երևույթներին, թե իրականում այսպես ճակատների մեջ իրենց ասած ինչպես է ծառայել ժողովրդին, բայց եթե կհիշեք, անգամ առաջի եւ երկրորդ այդ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների առաջի եւ երկրորդ ընթերցման ընթացքում անգամ այդ ժամանակ կար խոսույթը, որ պետք է ազգայնացվի։ Այսինքն տոպիացիա բոլշևիկյան լավանդիկները։ Այսինքն ինչ է դա նշանակում, որովհետեւ պատկերացնենք, այսպես քայլերի հաջորդականությունը պետք է երկրորդ ընթերցման օրինակ անցներ այդ նախագիծը։ Շատ հնարավոր է տեսականորեն գոնե կառավարություն որ չէր քվեարկվի։ Որից հետո պետք է տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել հաղորդում։ Կարող էր չներկայացնել։ Որից հետո տեսական բաներ եք ասում, դրանք լինելու է։ Ես ասում եմ իրավական մասը, այսինքն ինչի չէր կարելի դա պրոցեդուրա էր։ Այո։ Որից հետո հանձնաժողովի նախագահային այդ հակասահմանադրական օրենքով, օրենքի փոփոխությամբ տրված էր միանձնալիազորություն ու պարտավորություն իմիջիալոց 5 օրվա ընթացքում վարույթ հարուցելու։ Եվ 5 այսպես պատժամիջոցներից մեկ ընտրելու, որից ամենառադիկալ, ամենածայրահեղը դա կառավարիչ նշանակելն էր։ Պատկերացնենք մի բան, որ գալիս է, այո, հանձնաժողովի նախագահ օրենքով իրեն վերապահված իրավունքով եւ պարտավորությամբ հարուցում է վարույթ, բայց չի նշանակում կառավարիչ։ Այլ ինչ որ տուգանք է տալիս կամ վարույթ է հարուցում 3 ամիս հետո փակում է, արդարացնում է ամբողջովին, ասում է, այսպիսի խնդիրներ չկար։ Այս ամեն ինչը չեղած, իմ ջանց ասում, հանձնաժողովը անկախ է, իբրև թե։ Այս ամեն ինչը չեղած իշխանությունը արդեն խոսում էր ազգայնացնելու մասին։ Ստելով ժողովրդին, նախ ազգայնացման ոչ փորձ ունենք, ոչ պետք է ունենանք։ Ազգայնացում հասկացություն որպես այդպեսին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ չկա։ Եվ շատ լավ է որ չկա, որովհետև ազգայնացման մասին օրենքներ ունեցող երկրներում ըստ ստատիստիկայի շատ վատ է ներդրումային վիճակը, շատ վատ։ Այսինքն օրինակ Կուբան ազգայնացված է, օրինակ եմ ասում, ցես որպեսզի պատկերացնենք թե տնտեսական իրավիճակը, էլի։ Եթե մեր վերջնական նպատակը Կուբային հասնելն է, Վենեսուելայում նման բաներ կան, դրսևորումներ կան։ Շատ լավ են այդ երկրները, որ մատնանշվում են, ինչի համար, այսինքն փորձը ցույց է տալիս, որ դա ճիշտ չի։ Դա իրենց ընտրողներին այսպես կերակրելու, գոնե իրենց ընտրազանգվածը պահելու խնդիր էր դրված, որից հետո ի պատիվ կան որոշակի այսպես 100%-անոց ճշմարտություններ, որոնց անգամ չեն կարող չխոստովանել իրենց ներկայացուցիչները։ Օրինակ արդարության նախարարը հայտարարել է, չէ՞ որ այո ազգայնացվելու է, որովհետև չէր կարող չկրկնել իրենց ղեկավարի ասածը, բայց գերակա շահի մասին օրենքով տրվելու է փոխհատուցում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է միջազգային անկախ գնահատողի գնահատական, այսպես եզրակացություն, գումարած 15%, որովհետև գերակա շահի մասին օրենքը ենթադրում է դա, փոխհատուցում։ Հիմա պատկերացնենք մի բան, որ ամեն ինչ եղավ նորմալ է, բայց Սամվել Կարապետյանին պետք է տրվի այդ փոխհատուցումը։ Ինչ է շահում պետությունը եւ ինչ է տուժում։ Տուժում է համենայն դեպս այն, որ եղած վարկերը պետք է վերցնի իր վրա, որտեղ Սամվել Կարապետյանի երաշխավորությունը, այսպես ասած, պետք է դուրս գա, այսինքն պետական պարտքի ավելացում,
որից հետո եւ մի քանի 100 միլիոներ ենք խոսում օտարապես։ Չեմ ուզում կոնկրետ թիվ ասել, բայց խոսքը գնում է մի քանի 100 միլիոնավոր դոլարների մասին։ Եվ դա շատ մեծ բեռ է։ Դա հələ վարկի մասն ենք։ Այո, մի քանի 100 միլիոներ Սամվել Կարապետյան։ Այդ ուղղակի հնարավոր չի դա չանել։ Չեն կարողանալու։ Ես ուզում եմ ասեմ մեր ժողովուրդը պատկերացնի, որ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը դրա պատասխան տվեց, երկու տարբերակ առաջ քաշեց, չէ՞։ Տարբերակ համար մեկը ասաց, եթե տեսնենք, որ բանը շատացանանում բյուջեի վրա չենք ազգայնացնի, պետականացնի, եւ կգնանք երկրորդ տարբերակով ու գտնենք մի որևէ մասնավոր ներդրողի ու կգնենք, նա կգնի դա։ Ես նորից կրկնվեմ, մի քանի անգամ ասել եմ դրա մասին, առաջի տարբերակը բացառում եմ, ուղղակի բացառում եմ, որովհետեւ եւս այդ բեռը թեկուզ եւ պետական երաշխիքի տեսքով, թեկուզ եւ արտաքին պարտ ներգրավելու տեսքով պետությունը չի կարողանալու դա անել։ Եվ այդ խոսույթը, որ եթե ոչ կվաճառենք, այնպեսի տպավորություն է, որ հերթ են կանգնած մեծ ընկերությունները, որպեսզի ձեռք բերեն Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Եվ այս ամեն ինչը հաշվի, իմ կարծիքով ներքին, այսպես ասած, ռեսուրս ունեցող անձին կամ ընկերությունները չեն անի դա, որովհետեւ դա Սամվել Կարապետյանի դեմ իմ կարծիքով գոնե բարոյական քայլ չէ, հաշվի առնելով, որ խլել են վերջին հաշվով։ Արտաքինն էլ չի անի, որովհետև ուսումնասիրելու է, տեսնի, որ լավ, վերջին հաշվով Սամվել Կարապետյանը եկավ, շատ վատ վիճակում իմիջիայլոց բոլորն են դա ընդունել, շատ վատ վիճակում վերցրեց, այսպես գոնե քիչ փող, քիչ գումար ներդնելու պայմանով, որովհետև ինքը համոզված էր, որ իմ հետ էլ է խոսել ուղիղ այդ թեմը, որ այսպես ինչքան հնարավոր քիչ փող դնենք, ոչ շահույթի մասին խոսք չէր գնում անգամ։ Սամվել Կարապետյանը վերցրեց, ոտքի կանգնացրեց այդ ընկերությունը, հիմա Սամվել Կարապետյանի ձեռքից խլում են։ Հիմա պատկերացնենք միջազգային ինչ-որ կորպորացիա, ինչ-որ ընկերություն, որը պատրաստ է այդ գումարները ներդնելու։ Ինչ պատճառով պետք է ներդնի։ Աչքի առաջ ունենալով, որ իրենց էլ կարող են վերցնել։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Ղազարյան, որ այդ պարագայում միջազգային ներդրողի կողմից գնումը կարող է լինել չասեմ բացառապես, բայց հիմնականում քաղաքական մոտիվացիա։ Ես անգամ կցանկանայի իմ կարծիքն եմ ասում, բացառապես է այստեղ շեշտել, որովհետև բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այս մեր, այսպես ասեմ, մի թշնամական մյուս, ես նույնպես համարում եմ, այսպես թշնամական, որովհետև վերջին հաշվով մեր թշնամի երկրի ամենամոտ բարեկամն է։ Այդ երկրների հետ Ադրբեջան Թուրքիան խոսում։ Այո, այդ երկրների հետ մեր այս իշխանությունների սիրախաղավոր սկսվել է, ես համոզված եմ, որ եթե անգամ գտնեն մի ընկերություն, որը դա ձեռք է բերելու, դա կամ լինելու է ուղիղ այդ երկու երկրներից մեկի ընկերությունները կամ իրենց հետ ինչ-որ փոխկապակցվածություն ունեցող, բայց ոչ իրենց ուղիղ տեսքով։ Այսինքն դա ձեռք է բերվելու միայն քաղաքական նպատակներով, որպես ռազմավարական նշանակություն ունեցող։ Իսկ դա շատ ավելի վատ է։ Շատ ավելի վատ է, որովհետև դու քո ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունը ուղղակի նվեր ես տալիս քո քաղաքական, չգիտեմ, աշխարհաքաղաքական հակառակորդին կամ թշնամուն։ Հիմա տեսեք, պարոն Ղազարյան, դրա հետ մեկտեղ վերջի ՀՑԿՀ-ն, այսպես ասենք, անկախ մարմնի ստատուս ունի, հա։ Երբ որ իշխանությունները ակնհայտորեն անոնսում են սա, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը վերջ-վերջո ինքը անձամբ ասաց, որ հետդարձ հնարավոր չի, տարբերակ գոյություն չունի եւ այլն։ Աներկբայ է, այո։ Սա չի նշանակում, որ առնվազն որևիցե միջազգային իրավական հայց ներկայացնելու, բացի արբիտրաժից, այլ ընդհանրապես այդ process-ը շարունակելու հնարավորություն է տրվում նաև սեփականատիրոջը Սամվել Կարապետյանին։ Բնականաբար իրենք մի այսպես խաղել են փորձում այդտեղ անել, օրինակ մեր միջազգային արբիտրաժ դիմելը, սեփականատերերի կողմից արբիտրաժ դիմելը փորձեցին ժողովրդին մատուցել, որ տեսեք, ձեր ասած բարերարը Հայաստանի Հանրապետության դեմ է դիմում, գումար է ուզում եւ այլն։ Չստացվեց ինչի համար, որովհետեւ հակառակ կողմից հնչեց դիրքորոշում եւ նաեւ անկախ այսպես փորձագետների մյուսի կողմից, որ բացարձակ դա այսպես պետության կամ ժողովրդի դեմ չէ։ Հիմա բացատրեմ ինչու։ Երբևիցե մենք, մեր թիմը, պետությանը եւ իշխանությանը մենք չենք նույնականացրել։ Երբևիցե։ Ինձ համար պետությունը այլ բան է, այս գործող իշխանությունը ամբողջովին այլ է։ Նույնը նաեւ Սամվել Կարապետյանի համար։ Սամվել Կարապետյանը ապագայում ինչ կորոշի իր հաղթած, այսպես
հայցերի հետ կապված, դա միայն իր միայնա որոշումն է լինում, ոչ ոք չի կարող, այդ թվում նաև ես չեն կարող այսպեսի պրոգնոզ անել, թե ինչ գուշակություն անել։ Այո, բայց նույնականացնել իշխանությանն ու պետությանը դա այդպես չի։ Դա բազմաթիվ ապացույցներ ունի, որ չի նույնականացնում, օրինակ, երբ որ ես ասում եմ, որ 150 միլիոնի կարգի ամեն ամիս բացի հանձնաժողովի կողմից հաստատված աշխատավարձային ֆոնդից ինքը տալիս էր, որպեսզի կրճատումներ տեղի ունենան, որտեղ ֆոնդը եթե լիներ հանձնաժողովի տրված այսպես գումարի սահմաններում, տարեկան մոտավորապես 1.5-ից 1.8 միլիարդ աշխատավարձ ստացող աշխատակիցները պետք է ուղղակի կրճատվեին։ Անգամ կալանավայրում լինելու պայմաններում, անգամ իր սեփական ընկերությունը այլ անձի կամ անձանց խմբակի փոքրիկ խմբակի կողմից կառավարելու դեպքում դեռևս չի հրաժարվել այդ գումարները տալուց։ Այսինքն մինչև այսօր ճիշտ եմ հասկանում, որ ինքը մինչև այսօր տալիս է իր անձնական հաշիվներից գումար, որը որպես աշխատավարձ, որը կառավարվում է ԿՊ-ի կողմից նշանակված անձանց կողմից։ Սա այն ամենափոքրիկ եւս շատ ապացույցներ կան, որ նա պետականամետ մարդ է, այստեղ գիտեք ես չէ որ պետք է Սամվել Կարապետյանին գովամ կամ չգիտեմ իր արարքները, դա ակնառու է միտեղ մի անկախ փորձագետ, ես այդ թվերը չեմ հաշվել ու համոզված եմ, որ Սամվել Կարապետյանն էլ չի հաշվել, բայց ասեցին ու կարծում եմ դա արժանահավատ է, որ Սամվել Կարապետյանը գոնե վերջին այդ ժամանակաշրջանում մեր պատմության մեջ ամենամեշատ գումար ներդրած այսպես բարերարն է։ Քրքրքորյանից հետո ենթադրում եմ կամ այդ զուգահեռ, չգիտեմ, ես էլ հաշվարկներ։ Ըստ այդ հաշվարկների Քրքրքորյանի վաղուց անցել է գումարները։ Բայց մի տարբերությամբ, որ Քրքրքորյանին շնորհվեց հերոսի կոչում, իսկ Սամվել Կարապետյանը կալանավայրում։ Տեսեք, բայց ինչքան էլ մենք հիմա խոսենք այն մասին, որ հետի հետ տեղ ունեցող process-ները քաղաքական է, այնուամենայնիվ հնչում են հայտարարություններ, որոնց տակ փորձում է դրվել տնտեսական իրավական հիմք, օրինակ այլևս հետի այսպես ժամանակավոր կառավարիչը իշխանության կողմից ներկայացված անձինք ինչ որ հայտարարություն են անում առայն, որ օրինակ 10 պատճառ կա, որից կարելի է հետին լիցենզիայից զրկել, որոնցից մեկն ու ամենակարևորը ոչ թափանցիկ ֆինանսական հաշվետվություններն են, եւ երկրորդ կարևոր հանգամանքը, որի մասին խոսվում է, տենդերների ընթացքում, այդ տենդերները, որ շահել են բացառապես Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված անձիկ, այսինքն հեծը չի բացվել դեպի լայն բիզնես, այսպես ասենք, այստեղ դե մեկնաբանությունը կուզեի։ Հաշվի առնելով, որ վաղը տեղի ունենալու նիստը չեմ ցանկանում այսպես մանրամասնությունների մեջ խորանալ, բայց ձեզ կարող եմ հայտնել, ձեզ կարող եմ ասել միանշանակ, որ իրենց այսպես գտած չարաշահումներ կասեն քրեական գործի հիմքերով, չգիտեմ, եւ այլն, որևիցե պարագայում, նորմալ երկրի, նորմալ հանձնաժողովի պարագայում անգամ խոսք չէր կարող գնալ լիցենզիայի մասին։ Որովհետև այն գործիքակազմը, որ իրենք կիրառում են եւ այն չափորոշիչները, որ հիմա դնում են լիցենզիան զրկելու հարցում, ես ձեզ 100%-ով ասում եմ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից կարգավորվող մյուս ընկերություններում բոլոր այս գործիքակազմը եւ այս չափորոշիչները դնելու դեպքում բոլորը պետք է զրկվեն լիցենզիայից։ Ինչ եմ սա ասում, որովհետև հանձնաժողովի ես անձամբ աշխատել եմ 6 տարի, այս ինչ խնդիրներ, որ իրենք ասում են, բազմաթիվ անգամ քննարկվել է, մենք որևիցե կասկած անգամ չենք ունեցել, որ հանձնաժողով կամ տարածքային կառավարման նախարարությունը տեղյակ չէ ամեն ինչից, բայց մենք ոնց ենք աշխատել, մենք ասել ենք ունենք այս խնդիրները, կա դինամիկա, գնում ենք լուծման։ Հիմա եթե տեսեք, իրենք չեն ասում, որ 15 թվականից հետո վատացել է։ Գոնե դա, այսպես անբարոյականության գագաթնակետը կարծում եմ, որ դրան չեն գնում։ Այո, Բիբինյան հետից հետո դե համապատասխան սուբյեկտը արդեն Բիբին է, իմ կարծիքով, որովհետև այսպես Բիբինից հետո վերելք հիմա արդեն վայրեջք է, չկա հիմքերը։ Ես ընդունում եմ, որ միգուցե տուգանքի խնդիր լինի, նկատողության խնդիր լինի։ Մենք այնտեղ տարբեր պատժամիջոցներ ունենք, անգամ միջև վարույթը թերությունները վերացնելու դեպքում վարույթը կարճվում է։ Շատ գեղեցիկ, լավ օրենք է գրած անկախ մարմնի համար։ Բայց եթե համագործակցության մթնոլորտ անշուշտ։ Բնականաբար, ու համագործակցել ենք, ես չեմ կարող ուրանալ, ասել գիտեք ինչ հանձնաժողովի հետ չեմ կարող։ Իմ զայրույթը եւ այսպես զարմանքը հանձնաժողովի հետ կապված նրանում է, որ
Պատկերացեք ամենօրյա աշխատանքի մեջ լինենք հանձնաժողովի աշխատակազմի եւ նաեւ անդամների հետ, ամենօրյա, անընդհատյա։ Յուրաքանչյուր բողոք կլինի, չգիտեմ, խնդիր կլինի, իրենց այն ժամանակվա վերաբերմունք ու այս կտրուկ փոփոխությունը։ Միանշանակ այստեղ անկախության խնդիր չկա, մանրամասնությունները վաղը բոլորը կարծում եմ ականատես կլինեն, միջև այսպես իրենց վերջնական հանցավոր այդ որոշումը, մանրամասնությունները չեմ ուզում խորանալ, բայց ամեն դեպքում ես ես հավաստիացնում եմ, որ հիմք ուղղակի լիցենզիայի ձգելու հետ կապված չկա։ Մենք երբեք չենք ասել խնդիրներ չունենք, երբեք։ Գիտեք, երբ որ մի sense պարզ օրինակ ասեմ, երբ որ անկախ մարմինը ՀՄԵԿ-ի եթերում մեր այդ սակագինը իջացնելու պնդումից առաջարկից հետո մեր ճակերտների մեջ հանրային հեռուստաընկերությունը միակողմանի լուսաբանում է անում եւ հանձնաժողովը հայտարարում է, որ մի կողմից Տաշիր կապիտալը ասում է սակագինը իջեցրեք, մյուս կողմից բերում է 12 միլիարդ ներդրումային ծրագիր, որը պետք է բարձրացնի, նախ մաթեմատիկական անգրագետ հաշվարկ են անում։ Երկրորդը ստում են, որը ապացուցվեց իմ կողմից հրապարակված ձայնագրությունով, որտեղ ես ուղիղ հայտարարում եմ 12 միլիարդ ներդրումային ծրագրում ավելացնելու, այսինքն դա ծառայելու էր նոր գծեր փոխելու եւ այլ եւ այլ։ Դրա հետ կապված յուրաքանչյուր սակագնի ավելացում կարող եք մեզ փոխհատուցել շատ երկար ժամանակ հետո, երբ որ կունենաք գումարներ, ընդհուպ բառացի եմ ցիտում իմ խոսքը, ընդհուպ մեր շահույթի հաշվին։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում, այսինքն կան նիստի արձանագրություն, ձայնագրություն, որտեղ Տաշիր կապիտալի կողմը ասում է եղբայր արի 12 միլիարդ ավել ներդրում անենք, վիճակը լավացնենք, բայց սրա հաշվին առաջացած ռիսկը եթե պետք է թանկանա, մենք մեր հաշվին ենք դա անում, այսինքն եւս մեկ անգամ զսպում ենք թանկացումը։ Հիմա եթե հանձնաժողովը գնում է այդ ստին եւ ներողություն է, չի խնդրում հանրությունից այդ ձայնագրությունը հրապարակելուց հետո, կամ կառավարիչի իր լիազորությունները անցնելով, դրա մասին վաղը կխոսենք, բերում է ինչ-որ թվեր, որոնք ճիշտ չեն, ուղղակի ճիշտ չեն, այսինքն կա թիվ, կոնկրետ արևայինների հետ կապված, մի տարածքում իմ ինֆորմացիայով 817,000 ներկայացված թիվը իրականում 120,000 է մեկ, դա էլ ներողություն չի խնդրեմ, մինչև այսօր չեն էլ ընդունում, եւ երկրորդ հանգամանքը, որ իրենք են անգամ իրենց նամակի մեջ շեշտում, մենք չգիտենք դա մայիսի 1-ից հետո է եղել թե առաջ, այսինքն մայիսի 1-ին ինչ է նշանակում, տարվա ամփոփում արևային կայան ունեցողների համար, այսպես սալդո է արվում, ինչքան է ծախսել, ինչքան է արտադրել, եւ մենք վճարում ենք այդ արտադրանքի սակագինը հանձնաժողովի որոշած համապատասխան ժամանակահատվածի մեջ մտնում, այո, մենք տարի ենք փակել, իրենք անգամ իրենք են հայտարարում, որ չենք կարող ասել սա կոնկրետ օրինակ Ղազինյան Դավիթի ժամանակ եղել, թե համապատասխան սուբյեկտի ժամանակ։ Ես ունեմ համոզմունք եւ այսպես միանշանակ կարող եմ ասել, որ դա եղել է իրենց օրոք։ Այստեղ ազնվության խնդիր կա։ Աշխատող մարմինը միշտ պետք է նույն գործիքակազմով աշխատի։ Եթե իրենք ունենան 1% ազնվություն, օրինակ կարող են անել հետեւյալը, բերել ցույց տալ ասեն, հեծ այն ժամանակ SSS գործողությունները չի արել, մենք հիմա անում ենք, բազում ենք սա։ Բայց երբ որ դա ասեն, խնդիր են ունենալու, ինչի համար, որովհետև հեծ այն ժամանակ արել է այդ գործողությունները, շատ ավելի շատ խնդիրներ է հայտնաբերել, որի արդյունքում զսպելով դրանք ունենք այսօր այդ վիճակը, շատ ավելի դրական, քան առաջ։ Հիմա իրենք իմիջիալոց շարունակում են կոնկրետ իրացման մասով նախքին եղած գործիքակազմով ու շատ ավելի փնթի։ Մենք երբ որ հայտնաբերում ենք այդպիսի թերություններ, միանշանակ ըստ կատարած մարդու դիտավորության, քանակի, այսպես ազատում ենք աշխատանքից։ Հիմա չեն ազատում աշխատանքից, աշխատանքից ազատվում են մարդիկ, ապօրինաբար, ովքեր ունեն բարձր աշխատավարձ եւ քաղաքականապես իրենց հետ չեն։ Մի քանի այլ հարց պարոն Ղազարյան, որպեսզի մեր հերոստատիտողի համար ավելի հստակ լինի։ Էլի տեսեք, անընդհատ քանի որ մեր հասարակությունը հնչեղ երևույթների նկատմամբ էսպես ման է, հա, օրինակ ասում են, չգիտեմ, հեծը, ասենք, հեծի ղեկավարությունը
իրականացրել է պայմանական գնումներ, որոնք որ կապ չունեին կամ սակագնի հետ չպետք է մտնեին սակագնի մեջ, դա արվել է, չգիտեմ, սակագնի հաշվին, սակագին ուռճացված է եղել, ոչ արդյունավետ կառավարում է, չգիտեմ, ավտո են առել, չգիտեմ, էս են առել եւ այլն։ Այդ process-ը ո՞նց է տեղի ունենում, ասենք հիմա դուք հետ գլխավոր տնօրենն եք, հա, ցանկանում եք գնել պայմանական ասած տիեզերանավ, հա, ասենք ուզում եք հեցի հաշվին տիեզերանավ գնել։ Գնացիք տիեզերանավը գնեցիք, այդտեղ ձեր հաշվետվությունը բացի խորհրդից, հա, բացի սեփականատիրոջից ում է ուղված նաև եւ ինչի հաշվին է դա տեղի ունենում վերջնարդյունքում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չեմ անդադ շեշտում երկար, որպեսզի ժողովրդին պարզ լինի։ Տրված լիազորությունները իրացնելու իրականում դեպքում ոչ մի կարգավորվող մարմին չի կարող այսպես պլստալ կամ անել գործողություն, որը ժողովրդի կամ սակագնի դեմ է։ Տարվա վերջում հաստատված ներդրումային ծրագիրը, որը բնականաբար ենթակա է փոփոխման տարբեր պատճառներով, ընդհանուր, չգիտեմ, շուկայում գների ինչ-որ տատանում, դոլար, դրամ եւ այլն, տարվա վերջում ներդրումային ծրագիրը հաստատում է հանձնաժողովը, պետական անկախ մարմին։ Հանձնաժողովը, ՀՑԿ-ի մասն ենք։ Այո, հանձնաժողովը հաստատելու ժամանակ Ասմա Ղազինյան Դավիթ, այսպես մի քիչ ժողովրդի լեզվով ասեմ, Ասմա Ղազինյան Դավիթ, այս աթոռը, որ դու քո համար առել ես, որ հարմար նստես, ինքը լավ կաշվից է, թանգանոց է, ես չեմ ընդունում որպես ծախս։ Եթե չի ընդունում որպես ծախս, ու դա, գիտեք ոնց, չի ընդունում եւ վերջ։ Այդտեղ չկա այդպիսի Այո, չկա այդպիսի խնդիր, որ մենք կարող ենք այնպես անել, որ ընդունի։ Եթե իհարկե հիմնավոր խոսքը աթոռի մասին չէ, այլ հիմնավոր բացատրության պարագայում։ Այսինքն յուրաքանչյուր կատարված ծախս հանձնաժողովը կամ ընդունում է կամ չի ընդունում։ Ընդունելու դեպքում դա ներառվում է սակագնում, չընդունելու դեպքում մնում է սեփականատիրոջ հաշվին։ Սեփականատերը ինչ ուզի կարող է անել։ Այստեղ խնդիրը պետությանն է դա ընդունել թե ոչ։ Հիմա եթե իրենք ասում են, որ սեփականատերը, չգիտեմ, թանկ է առել, ինչպես ասեմ, բացի ընդունելուց նաև գների հետ կապված։ Այսինքն կարող խոսքի ընդունում է աթոռը, բայց ասում է այդ աթոռը պետք է 1000 դրամ, ոչ թե 2500։ Այո, աբսուրդը կայանում է այստեղ, որ հանձնաժողովը տարիներ շարունակ ընդունել է, եթե չեմ սխալվում, վերջի տարվա ներդրումային ծրագիր ընդունելու ժամանակ 40 թվերը կոնկրետ մոտավորապես 50 միլիարդի ներդրումից 200 միլիոնը չի ընդունել։ Եվ այդ 200 միլիոնը ինչ է դարձել։ Դա սեփականատիրոջ շահույթի հաշվին անդամ է գնաց։ Այսինքն սեփականատերը իր շահույթով է այդ ամեն ինչը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դու պայմանական, չգիտեմ, մարտի 1-ին ծախսում ես X դրամ, գալիս հասնում է դեկտեմբերի 30-ը ՀՑԿ-ն նայում է, ասում է այս ծախսը հիմնավոր չի, դա դառնում է սեփականատիրոջ անձնական փողերի հաշվին։ Այո, ինքը ներդրումային ծրագրով դա չի ընդունում ընդհանրապես։ Այսինքն հիմա որ այդ ներկայացումը որ տեղի ունենում, որ տեսեք sense բաներն առել են առել, ինչ որ ավլորդ բան կա առաջին հայացքից, դա Սամվել Կարապետյանի անձնական հաշվին է գնվել, է։ Եթե կա ավլորդ բան։ Եթե հանձնաժողովը չի ընդունել, այո։ Եթե հանձնաժողովը ընդունել է, ոչ։ Դա ավելորդ չի, եթե հանձնաժողովը ընդունել է։ Տրամաբանություն։ Բնականաբար։ Իմիջիայլոց հանձնաժողովի անկախության հետ կապված եւ կառավարության այսպես համագործակցության, որ միևս ապացույց իմ ինֆորմացիայով հանձնաժողովի շատ sense ներկայացուցչական կազմով գնացել են Թուրքիա։ Եղել են Թուրքիայում այս վերջերս, հիմա իրենք թող բացատրեն ինչ էին գնացել Թուրքիա նպատակները։ Իմ անձնական կարծիքով իրենց այդտեղ ինչի համար որ այսպես կոչված գնում են, դա ամենայն հավանականությամբ այն իրականությունը չի, ինչի համար գնացել են։ Դա իմ ասած, այո, այն բանից է, որ միայն այդ տարբերակով է հնարավոր։ Ներդրումների հետ կապված, բացի հանձնաժողովը, որը մեր կարգավորող մարմինն է, գոյություն ուներ տարածքային կառավարման նախարարություն, որի մեջ մտածեն, գիտեք, այդպես շատ խառը նախարարություն է, բազմաթիվ փողակներով, մյուսով, տիգերով, այո, այսինքն այդ այն որ համարում եմ սխալ, այդ չի կարող մարտեմպսի ունիվերսալ լինի, որ այդ ամբողջը տիրապետի եւ կառավարի, դա հարցի երկրորդ կողմն է, բայց էներգետիկային այսպես կտոր կա փոխնախարարի մակարդակով մյուս։ Մենք նաեւ նրանց հետ ենք աշխատել, որովհետեւ իրենք քաղաքականություն որոշում ունեն պետության կողմից։ Իրենց հետ աշխատելու ժամանակ գոնե ես երբևիցե չեմ լսել։ Օրինակ կարող էր, չէ՞, ինչ որ մի հատ հանդիպման ընթացքում ինձ հետ մեր գլխավոր տնօրենի հետ, չգիտեմ, սեփականատերերի հետ նաև լիներ օրինակ այսպիսի մի կարծիք, որ անձնական զրույցների մակարդակում, տղեկ, sense մի արեք,
որովհետև կարա սենց լինի։ Տեսականորեն հնարավոր է, որ մենք սա լիցենզիայից զրկենք չի եղել ուղղակի։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, պարոն Ղազարյան, մի քիչ կարող է այս հարցին շատ պատասխանացնեք, բայց մինչև Սամվել Կարապետյանի այդ հայտնի հայտարարությունը մենք մեր ձևով կմասնակցենք հայտարարությունը, հեծի հետ կապված պետություն հեծ որևիցե խնդիր չի եղել։ Խնդիր միշտ է եղել։ Չէ, բայց ռադիկալ խնդրի մասին է խոսքը։ Հենց այդ եմ ուզում ասեմ, որ չի, ուղղակի գիտեք, նորից կրկնվեմ, ամենօրյա աշխատանք։ Ես որպես գլխավոր տնօրենի տեղակալ եմ եղել տարիներ շարունակ, աշխատել եմ իմ մասով հանձնաժողովականների հետ, տեխնիկական տնօրենը, չգիտեմ, ֆինանսական տնօրեն։ Մենք ամեն օր եղել ենք այսպես կռիվ այլ մակարդակում, հա, ոչ թե իրար, չգիտեմ, ծեծել ենք, մյուս ենք արել, բայց բանավեճային։ Այո, բանավեճային, այսպես, բայց կարևորը եղել է գոնե իմ կողմից համոզմունք, որ մենք այս ամեն ինչը անում ենք ճշտին գալու համար, ճիշտը անելու համար։ Այդ խնդիրները միշտ են եղել, միշտ ամենօրյա ռեժիմով եղել են։ Մենք այդ խնդիրները փորձել ենք լուծելով գնալ, եւ եթե հանձնաժողովի նախագահ անկեղծ լինի, ես չեմ պատկերացնում ուղղակի բաներ կան, որոնք որ չեմ կարող երբևիցե ընդունել, ոչ մի ձևով։ Թող հանձնաժողովի նախագահը բացահայտի ինձ հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ինչ է ասել հեծի մասին, ի պատասխան իմ հարցին, լավ, որ սենց ասում ես, կամ ասում եք, չգիտեմ, ունեցել եմ որոշակի հարաբերություններ, կարող եմ ինձ նաև այն ժամանակով թույլ տալ դա։ Իրականում կրիտիկական, քո կարծիքով վիճակը, ասել է իհարկե ոչ։ Բայց խնդիրներ կան։ Իր բառերը, խնդրում եմ, եկեք այնպես անենք, այս խնդիրները լուծենք։ Ես ասել եմ առանց խնդրելու, մենք ենք ձեզ խնդրում, պատրաստ ենք։ Այո, պատրաստ ենք այս ամեն ինչը անելու։ Հիմա թող հաստատի կամ հերքի։ Եթե հաստատում է, նշանակում է, որ ես ճիշտ եմ ասում, որ սա քաղաքական process է։ Եթե հերքում է, ես եւս երկու բան կավելացնեմ դրան, որպեսզի ինքը հասկանա, որ հերքելու հնարավորություն չունի։ Պարոն Ղազարյան, հեծի ժամանակավոր պաշտոնակատարը նաև կարծես թե ինչքան ես հասկացա, ձեր մասին էր խոսում, եւ այնտեղ կար քրեական գործերի հետ կապված, բացահայտումների քրեական գործերի հետ կապված ակնարկներ կամ ուղիխոսք անգամ, հա, այսինքն ուղիխոս ձեր անուն ազգանունը չկար, բայց այն որ ասում են իժու պանյատնը ձեզ էր ակնարկում կամ դիմում։ Հարց 1 մինչև այսօր ինչ որ քրեական գործով, որը կապված է հեծուն ձեր գործունեության հետ դուք անցել եք թե ոչ, հարց համար 2 հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական նորօրյա տրենդը, որ այսպես ցանկացած հարց լուծում է վերջում կալանավորմամբ, ինչ է կարծում արդյոք դա ձեզ այսպես սպառնում է ճակերտներով։ Նախ առաջինը իրականում ցավում եմ, որ մեր երկիրը ղեկավարում են այսպիսի մակարդակ ունեցող ու ամեն դեպս այդ համապատասխան սուբյեկտը դրա ներկայացուցիչն է փոքրիկ խմբակի, իրականում ցավում եմ, իրեն անդրադառնալը այս մակարդակում ամենայն դեպս պատվիցս ցածր եմ համարում, որովհետև գիտեք, մեր սոցիալական ցանցերը ոչ ֆեյքային բնականաբար, հա դեղեցիկ անդրադարձ են կատարել իր իսկ հայտարարություններին վերջին իմ անձի հետ կապված 18+ շատ մականուններով, չգիտեմ, մնացածով, այնպիսի բաներ, որ ես երբեք չէի լսել իր մասին, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ իրեն անդրադառնալ իմ կողմից ճիշտ չի լինի, այսպես իջնել իր մակարդակին։ Բայց ինքը այդ ժամանակվա պաշտոնակատարն է։ Չէ, եթե լինի խոսքը քաղաքական խոսք է, այսինքն հիմա դուք անձնավորում եք, բայց քաղաքական խոսք չի, այդտեղ անձնական վիրավորանքի է գնում, որը չէ, ես ոչ թե իր ձևակերպումների մասն եմ, պարոն Ղազարյան ասում, այլ ձեր հետ կապված իրավական պրոցեդուրաները։ Հիմա դրան էլ կանցնեմ, խոսքը վերաբերում է անձնականին, ուղղակի մեր սոցիալական ցանցերի, մեր հայրենակիցներին խնդրում եմ այսպես 18+ այդպիսի անդրադարձեր չանեն, ամեն դեպքում ընտանիքն էլ կարող է դա նայել, իսկ ընտանիքը մեղավոր չի։ Պատասխանություն չի կրում իրենց այսպես արածների համար։ Ինչ վերաբերում է քրեականին, առաջին օրվանից անոնսվում է դա։ Առաջին օրվանից։ Հեսա Ղազարյան Դավիթին բռնելու են, հա։ Ну, մոտարապես այդպիսի իրենք շատ լավ գիտեն, որ ես չեմ վախենում։ Իրենք շատ լավ գիտեն եւ հասկանում են, որ այսպես իմ տակը բան չկա, շատ լավ գիտեն։ Լինելու պարագայում դուք եք չէ հասկանում, որ այսօր մարդուն կալանավար տանելու համար Սամվել Կարապետյանին ինչի համար են տարել։
Ինչի համար են կալանավորել։ Ընդհանրապես մեր ձևով պաշտպանության ես երկրորդել եմ միշտ կրկնել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Այսինքն կալանավորելու համար հիմք պետք չի։ Պատկերացրեք, ելույթ մնաց հիմք լիներ։ Հիմա գլխավոր անդադ ես այդ հարցը տալիս եմ, լավ, այդքան հաղորդումներ գլխավոր դատախազություն։ Ինչ եղավ։ Այսինքն մի հատ նախ չեմ կանչվել, որ այդպես պարագայում ոչ հարցաքննության, ոչ մի կարգավիճակով չեմ եղել երբևիցե։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով հարցի լրջությունը, իրենք պետք է շատ արագ, չէ՞, ասենք Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչ, եթե չեմ սխալվում, այնտեղ տարբեր փաստաբաններ Քենեդու գործն են մեջբերում, քանի քննիչ կա, չգիտեմ, ես ինչ գործ, 53 քննիչ են ներգրավել, լավ, թող հեծի գործով 153 քննիչ ներգրավել, կարող են դա անել։ Եվ միջև վարույթ փորձեին այդ համապատասխան սուբյեկտի տված հաղորդումները ստուգեին։ Կամ վարույթ նախաձեռնվեր, կամ չնախաձեռնվեր, այսինքն ժամանակը բավարար էր, գոնե որպեսզի ինչ որ բան ցույց տրվեր։ Սա շոուի հերթական մասն է։ Իմ ինֆորմացիայով հեծի ամբողջ կոլեկտիվից դերևս կալանավորված մարդ չկա։ Չեմ կարող ասել մեղադրել կա թե ոչ, ամբողջին միգուցե իմանալով չկա, բայց չեմ ուզում 100% ասել։ Այսինքն այս անոնսների պարագայում, այս 3 ամսյա այս փնտրտուքների, հայտարարությունների, անընդհատ ուղարկում է բան դատախազություն։ Ամեն անգամ տեսել եք երևի, գրում է, սա հայտնաբերեցինք, նյութեր ուղարկվեց դատախազություն։ Հիմա հարց է առաջանում, արդյոք դատախազությունը չի կարող այդ ամեն ինչը, այդ հաղորդումները նայել, իմ կարծիքով կարող է, որովհետև ես միշտ ասել եմ, որ ամենտեղս վերևի մակարդակը քաղաքական այսպես կատարողներ, բայց պրոֆեսիոնալ մակարդակ կա դատախազությունը իմ անձնական կարծիքով։ Միանշանակ կարող է, նայել է թե ոչ համոզված եմ նայել է, ինչու ոչ մի բան չի արել, որովհետև անելու բան չկա։ Այսինքն պետք է, գիտեք ինչ, անօրինականությունը իր օգուտը բերի։ Ինչ որ մի անօրինականություն, օրինակ Սամվել Կարապետյանը, որ կալանավայրում պահում են, գիտեն ինչի համար են պահում։ Այստեղ ունեն վնաս, Սամվել Կարապետյանին պահելը մեր պետությանը խայտարակ վնաս է, բայց այն օգուտը, որը ինքը այնտեղ նստելով իշխանություն ունենում է, ավելի իրենց համար բարձր է։ Հիմա այս համադրությունը կատարելով իմ կարծիքով շատ լավ հասկանում եմ, որ շոու է անում։ Պարոն Ղազինյան, մեկ հարց եւս վերջին հարցերից էսպես էլի, ես ուզում եմ հասկանալ մոտիվացիան հեծի հետ կապված։ Այսինքն հեծը խլելու մոտիվացիան։ Իրենք մտածում են, որ հեծը կարող էր օգտագործվել ընտրական process-ների ժամանակ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվում է քաղաքական ուժ, որը ենթադրաբար մասնակցելու է ընտրություններին։ Իրենք մտածում են ըստ ձեզ, որ հեծը այն ռազմավարական կազմակերպությունն է, որտեղ կարելի է իրականացնել ինչ-որ հանրային բարեփոխումներ, որը կտրուկը բարձրացնի Սամվել Կարապետյան անձի ու քաղաքական դերակատարությունը։ Այսինքն ինչի համար խլել հեծը, հա, դրա պրակտիկ նշանակությունը ի՞նչն է իշխանության համար։ Ինչպես գիտեք, յուրաքանչյուր անձ իր արշինով է չափում։ Ու համենայն դեպս այս փոքրիկ խմբակը իր արշինով է չափում։ Այսինքն իրենց կարծիքով, իմ կարծիքով դա այսպես պատժամիջոց է, որ մեծ ակտիվ է, մեծ գումար է, փորձեն խլեն Սամվել Կարապետյանին ստիպեն այսպես գալ բանակցությունների։ Դե լավ, հա, բայց Սամվել Կարապետյանը որքան որ գոնե պաշտոնական հայտարարություններն այսպես հայտեղեկություններ դրանով չի աղքատանա եւ երկրորդը փող են մեկա վճարելու այդ մարդուն, չէ՞։ Բայց իրենք նորից եմ կրկնում, իրենց արշինով այսպես ասած չափելով չեն պատկերացնում, չէ՞ ոնց կարող մարդը կորցնի այդ մեծ ակտիվը անկախ իր ունեցվածքի չափից եւ չգա բանակցությունների։ Այդտեղ իրենք ու ես ընդհանրապես որ թքած ունեմ արտահայտությունը հենց դրա հետ է կապված։ Այո, ինչ որ ես բացատրում եմ, իրենք ասում են թքած ունեմը վերաբերվում ինձ լրագրող ասում է դուք չեք վիրավորում Սամվել Կարապետյանին, ասում եմ ինչու, ասում է դե ասես թքած ունեմ, նշանակում է ձեր վրա, հետեւաբար 6800 հոգու վրա, բացատրեցին, կարծում եմ հասկացան, ժողովուրդը թքած ունեն որպես ունեցվածք։ Հիմա այստեղ սխալ հաշվարկ կար։ Իրենք չկարողացան Սամվել Կարապետյանին կոտրել, այսպես ասած, դրանով։ Երկրորդ խնդիրը, որ փորձում են լուծեն, իրենց կարծիքով հեծը այսպես էլի իրենց արշինով չափելով հնարավոր է կամ կարելի է օգտագործել ընտրական բաներում։ Ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, այո, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ 10 տարի լրացել է արդեն 10 տարին, որ Սամվել Կարապետյանը ձեռք է բերել հեծը, ես այնտեղ միշտ զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ։ Որևիցե պարագայում, որևիցե քաղաքական process-ի ժամանակ հստակ ուղղորդումներ չի եղել, եղել է ազատ։ Այդ թվում 18 թվականի իրադարձությունների 18 թվականին կա որ ռուսական կապիտալով ընկերությունները ակտիվ մասնակցում են։ Ես դες սենց ասեմ, ես եղել եմ Երևան քաղաքի տնօրենը, Հեծի։ Այո։
ինքնագովեշ չհնչի, առանց ինձ չէր կարող դա կազմակերպվել։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ չի ասեմ հակառակը։ Մի ամբողջ բաժին 18 թվականին ու մեծ մասը, այսպես ասած, որոշել էր աշխատանքային ժամին գնար։ Ես արգելել եմ, ասել եմ, որ այդպիսի որոշում չունենք գնալու կամ չգնալու, որոշում լինելու պարագայում էլ չէր կարող դա լինել, չէր կարող որոշումը լինել։ Աշխատանքային ժամից հետո խնդրեմ, աշխատանքային ժամին գործ չունենք։ Ի տարբերություն այս մարդկանց, որոնք Սամվել Կարապետյանի դատական նիստի ժամանակ ուղարկում են անվտանգության աշխատակցի, որ նա այդտեսի գործի ժամանակ գործի ժամանակ չէ, գործից հետո արդեն ժամը 6-ի կողմերը 5:30 է մեր մոտ ավարտվում աշխատանքային ժամը, որ կա տեսնի ովքեր են եւ հետո առանձին զրույցներում դու միտինգ ես գնացել, չեն էլ ամաչում ախր լավ գիտեն որ մենք գիտենք, չէ, որ մարդկանց կանչում ասում են միտինգ ես գնացել, բայց իրանց համար շտարում գիտեք թե չէ, իրենց խնդիրը Կարապետյանի կոմունակիստներին չեզոքացնելն է։ Այստեղ ունենք ազնվության խնդիր, հիմա դուք ինչ ուզում եք ասեք, իրենք այդ են ասելու։ Եվ այդ քաղաքական այսպես խնդիրն է, որովհետեւ տվյալ հայտարարության մեջ ինչքան ուզում ես չանդրադառնաս այդ ձեր ասած գոնե ռեալ ինչ-որ բաների, որոնք որ հնարավոր է հակադարձել, ինչ է ասում, ասում կադրային քաղաքականությունը որոշները, գիտեք, իրավաբանները չեն կարող այսպես անալիզ անել, թե ինչ է սա ասում։ Որոշները կամ էական վնաս են հասցրել արդեն, կամ կարող են հասցնել, ովքեր ազատվել են։ Հիմա հարց, իմ վրա եմ ասում, որպեսզի ոչ մեկ չնեղանա։ Եթե ես էական վնաս եմ հասցրել, ինչի եմ ես ազատության մեջ, եթե ես կարող եմ էական վնաս հասցնել, հարց է առաջանում, 10 տարի չի հասցնում այդ վնասը, հիմա կարող եմ հասցնել, այսինքն անգրագիտության, չեմ ուզում անձնական դաշտ մտնել, ու անգրագիտությունը ստերեոտիպ գրագետ չլինելն է։ Հիմա դա վիրավորանք կընդունվի թե ոնց, ես փաստ եմ արձանագրում, եւ երկրորդը չէին համապատասխանում պաշտոնի անձնագրերին, այսինքն Ղազինյան Դավիթը 20 տարի աշխատելով այդ համակարգում, Փառք Աստծո, նորից ինքնագովեշ չհնչի, ինչ որ աշխատանք կատարելով չի համապատասխանում պաշտոնի անձնագրին, ՔՊ պարտված բոլոր տեխնացուները համապատասխանում են պաշտոնի անձնագրին։ Լավ, ում եք ձեռ առնում։ Այ որոնք որ մասնաճյուղերում են նշանակվել։ Սենց ասեմ ձեզ, բոլոր որոշակի գումարից բարձր գումար այսպես աշխատավարձ ունեցող պաշտոնները իրենցով են արել, այսպես ասած։ Բայց այդ Սարիկ Մինասյանին օրինակ բնականաբար, նաև չգիտեմ, Էջմիածինը, Սիսյանը, իմջոց 53 թե 55 արդեն չգիտեմ էլ ինչ փոփոխություններ են արել, այդ բոլոր տարածքային մեր պետերից, եթե չեմ սխալվում, 1-2 են մնացել, որոնք մեր ժամանակ են արել։ Մնացածը բոլորը բացառապես ԿՊ-ականներ են։ Սենց ասեմ, կամ այսպես վկայականով անդամատոմսով ԿՊ-ականներ են կամ ԿՊ-ին այնպիսի հարող մարդիկ են, որոնք այդ անդամագրված ԿՊ-ականներից ավելի ԿՊ-ական են։ Տարբեր կապերով։ Խոսում է այստեղ բարեկամականը, լավ, ասենք ամբողջ աշխարհը գիտի, որտեղ ես մորքուրի տղուն նշանակել, որտեղ ես հորողբորոտ տղուն նշանակել։ Լավ է, սարե, քո խնդիրն է, գնա դու քո յուղով տապակվի, բայց նույն բանը անելով դու ինքդ անում ես նույն բանը մեղադրես ինչ-որ մեկին։ Չէ, բայց այն ժամանակ այդ մարդը սեփականատերն էր, շտաբեր է։ Այդ եմ ասում, սեփականատերը իրավունք չունեն, իրենք իրավունք ունեն։ Ախր ոնց ես ասում, գիտեք, բաներ կա, որոնք մեկնաբանման ենթակա չեն։ Չէ՞ անգամ օրինակ աշխարհի ամենամեծ հիմարությունը, երբ որ ձեզ ասում եմ, խնդրում եմ մեկնաբանեք, դա վիրավորական է։ Հիմա սրանց պարագայում իրականում այդպես է։ Այնպիսի բաներ են անում, չէ՞, ոնց եք պատկերացնում, հրահանգ լինի ամբողջ աշխատակազմին տուն գնալուց ձեր համակարգիչները չանջատեք։ Նպատակը պարզ է, չէ՞։ Որպես տեսնում թե ինչպիսի պերեպիսկաներ եւ այլն։ Որ բոլորի համակարգիչները մտնեն ստուգեն։ Լավ, բայց արդյոք դա թուլության նշան չի։ Դե մենք էլ ենք ղեկավարի այդ ընկերությունը, մենք որևիցե մեկին, որևիցե քաղաքական հայացքի համար, որևիցե, չգիտեմ, մեր դեմ խոսելու համար, ինչ որ Դա բիզնեսի ու քաղաքականության տարբերությունը հենց դա է, պարոն Կարապետյան։ Իրենց այդ եմ ասում, իրենք իրենց կարծիքով հեծը կարողանում են ծառայեցնել այդ այսպես 26 թվականի չեն կարողանալու։ Իրենց կարծիքով ասեք որոշակի տեղեր ղեկավարներ փոխելու, որոնք բացարձակ տեղեկացված չեն, բացարձակ տեղյակ չեն ինչի մասին է խոսքը։ Ասում եմ, կորուստները աճել են։ Գիտեք, հանցակազմել է պարունակում, դե նույն գլխավոր դատախազությունը, դե թող նայ, ասում եմ, մոնետիզացրել են։ Մեծ գումարներ, կոռուպցիա եւ այլ եւ այլ։ Լավ,
հələ դատախազությունը դնենք մի կողմ։ Տղամարդը որ մի բան ասում է, այդ տղամարդը պատասխանատու չի իր ասածների համար։ Դե նայած ինչ տրենդ է։ Նայած ով։ Նայած ինչ տրենդ է։ Հիմա այդ մասն էլ անցնենք, ընդունենք թե իրենք պատասխանատու չեն, իրենց լողացան անցավ։ Դա դատախազությունը հաղորդում չի ընդունում հանցագործության մասին, կան չի ասի այն կեր, այդ որ ասես մոնետիզացրել են, կարող սիրուն բառեր են սովորել, չեն էլ հասկանում ինչի մասին է խոսքը։ Կամ մեկն էլ հայտարարում ասա խոշոր բիզնեսի հետ պայմանավորվել են, այդ գումարները այսպես կիսել են, չգիտեմ 10 տարի պայքարել ենք դրա դեմ, 10 տարի ուղիղ ես պայքարել եմ դրա դեմ լինելով Երևան քաղաքի տնօրեն, այնուհետև այդ բլոկի ղեկավար։ Որ խոշոր բիզնեսը արտոնյալ պայմաններով տակից Այո, այսինքն ինչ են կարել, հավելագրում են կարել մեկի վրա, խոշոր բիզնեսին ասել ենք դե կորուստը ստեղ դզել ենք, կներեք մի քիչ sense ժողովրդական լեզվով ասած, խոշոր բիզնեսին ասել ենք դու դիմուց 1 միլիոն, արի 500,000 տունում ես վերջացրու։ Եթե ենթադրում եմ դրա մասին է խոսքը ուղիղել է ասում։ Լավ թող գլխավոր դատախազությունը հաղորդում են հանցագործության մասին, կամ կեղծ մատնությունով տանեն համապատասխան վայր, համապատասխան սուբյեկտին, կամ էլ մեզ տանեն այդ համապատասխան վայրը, ով որ տես բան արել է։ Գիտեք, երբ որ բարոյականության ընդհանրապես կարմիր գծերը չկան այլևս, եւ իրենց խոսույթը ընդհանրապես ժողովրդի այն հատվածի համար է, որոնք չեն հասկանում, որոնց տունը շաբաթը մի անգամ լույսը գնալուց, չգիտեմ, հայոյում էին մեզ, այդ բարագույն ոչ մի բան չես։ Վերջնարդյունքում ձեր կարծիքով, հիմա եթե օբյեկտիվ փորձենք դատել, մի բան մոռանանք ձեր փոխկապակցվածությունը հետի հետ, հա, այս տեղ ունեցող գործընթացները սովորական մարդու տեսանկյունից ինչի է հանգեցնելու։ Հիմա ես սովորական բան եմ, սպառող եմ, պատրիբիցիել եմ, իմ համար մեծ հաշով, հա, իմ տեսանկյունից նայեմ, ինչ տարբերություն հետի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, թե ասենք Դոնալդ Թրամփն է, օրինակ եմ։ Ասեմ ինչ տարբերություն, հետաքրքիր վարժություն առաջարկեմ մեր հայրենակիցներին։ Սամվել Կարապետյան գյուղում ծնված տղա հասած ինչ որ բանի։ Չդնենք նորից ֆիքսենք, այսքան գումար պետության բյուջեի չափ գումար ունեցող մարդ, որը գոնե այդ մարդուն չեն կարող, չէ՞, ասես տեղից թալանել այդ 6-7 միլիարդը։ Գոնե որոդե դրան չեն ասել դեռ։ Նու կարծում եմ որ չեն էլ հասնի, որովհետև չի աշխատի, էլի։ Եթե իմանան աշխատի կանեն, էդ էլ կանեն։ Հիմա այդ մարդն է սեփականատերը եւ մյուս կողմից փոքրիկ խմբակ, որոնք պետությունն են հասցրել այս վիճակին։ Չունենք Արցախ, չունենք անվտանգություն, եւ այլն։ Շարունակենք։ Ինչ է պետք քաղաքացուն հասկանալու համար, որ չէ, ոնց ուզում ես, որ կողմից ուզում ես նայի, այս մարդու դեպքում փորձը հաջողված է բոլոր առումներով։ Սրանց դեպքում կործանման ճանապարհ է։ Անհաջողության պատմությունները։ Յուրաքանչյուր դեպքում, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Նորից ասում եմ, կոչ եմ անում բոլոր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր որ այսպես մասնակից են եղել կոռուպցիոն սխեմանի եւ այլնի մեջ։ Դուք գնացեք հաղորդում տվեք։ Դուք գնացեք, ասեք, գիտեք ինչ կա, այս մարդը մեզ եկավ առաջարկեց, ասեց, չգիտեմ, կես գնով արի քեզ ծախենք կիլովատը կամ չֆիքսենք կիլովատը եւ այլն։ Դուք գնացեք հաղորդում։ Բայց ձեր ուղիղ բանը չի, խնդիրը չի, որպես այդպես բան չլիներ։ Հենց դա եմ ասում, մենք պայքարել ենք դրա դեմ, դա եղել է, կա եւ լինելու է, որովհետեւ 2500 նյութական պատասխանատու ունենալու պարագայում, այնտեղ 2000 տեսուչա մոտավորապես գումարած տեղամասի պետեր եւ այլն։ Ինչ որ մեկը կարող է գնա այդպես։ Բնականաբար, խնդիրը համակարգային պետք է լինի։ Հասկանում եք, չի կարող սեփականատերը, օրինակ պատկերացրեք Սամվել Կարապետյանը, Ղազինյան Դավիթին ասի Դավիթ, այս մարզի այս շրջանում անում ենք հետևյալ գործողությունը, բայց հանկարծ ուրիշ տեղ չանես։ Կամ նույն բանը Ղազինյան Դավիթը ասի։ Իրենց խնդիրը համակարգային բան մանգալն է գտնելը, որը չեն կարողանում, որովհետև չի եղել։ Այն մեթոդները, այսպես որպեսզի կոպիտ չհնչի, ես շատ անգամ ամաչել եմ իմ կիրառած մեթոդներից, որովհետև դա իմ դաստիարակությունը չի եղել, դա իմ ընտանիքինը չի եղել։ Պատկերացրեք ինչի մասին է։ Այսինքն կոշտ միջոցառման այո, ոչ, նու հակաիրավական չի, չասած։ Հասկանալի է, բայց կոշտ է։ Հաղորդում եմ տալիս, բայց շատ կոշտ, որը ոչ իմ խոսույթն է եղել, ոչ իմ դաստիարակությունն է եղել, ոչ էլ անգամ դրա վրայով անցնելով պայքարել ենք այդ երևույթների դեմ։ Թող դատախազությունը կանչի նախկին աշխատակիցներին, մատներին մեղ խփեն, ինչ ուզում են անեն, բոլոր ճնշման միջոցներով, ասեն լավ, մի հատ փաստարկված բան ցույց տուր, որ Ղազինյան Դավիթն ասեց, կամ գլխավոր տնօրենն ասեց, կամ չգիտեմ, նախկին այն մեկն ասեց, գնում ենք այս ճանապարհով։
Բնականաբար չունեն, համոզված են, որ դա արել են, համոզված են։ Ուղղակի արդյունք չեն ունեցել։ Չեն գտել ոչինչ։ Այստեղ Ղազինյան Դավիթին մեղադրել կամ Սամվել Կարապետյանին այսպես մեկ ոստիկանի ցուցմունքով տանել ինչ-որ բան անել, դա էլ չի աշխատելու, էլի։ Որ ինչ-որ մեկը որոշի, տենց առանց փաստերի ոչի բանի գրի։ Դրա համար ես եմ կոչանում, պատկերացրեք, մեր այնքան համոզված ենք, այնքան ես իմ համար, այնքան համոզված եմ, որ ես եմ խնդրում, ասում եմ գնացեք դիմեք։ Եթե ես ինչ-որ մեկին առաջարկել եմ մեր աշխատակիցներից սկսած, չգիտեմ, բիզնեսից սկսած ինչ-որ մեկին այդպեսի գործակ, լավ, վերջին հաշվով չի կարող, չէ՞, այսպես անանուն անել այդ ամեն ինչը, իմ դեմքով պետք է արվեր։ Խնդրեմ, ում առաջարկել եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, պահանջում եմ, դուք գնացեք։ Իմ ջանց ձեզ ասեմ, այստեղ մի այսպեսի ավանդույթ էլ կա, ով որ իմ հետ կապված առավել եւս համապատասխան սուբյեկտի մոտ այսպես փիս-փիս բաներ է ասում, ենթակա է նաեւ պաշտոնի բարձրացման, խրախուսման եւ այլն եւ այլն։ Անկամ այս մեխանիզմն ենք իրար չի աշխատում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար։ Աստված առաջ տեսնենք վաղը ինչ է տեղի ունենալու եւ ընդհանրապես վաղվանից հետո ինչ է։ Արդարությունը հաղթանակելու է։ Մի բան էլ կներեք ասեմ, համոզված եմ, որ այս իշխանությունների այս խմբակի հեռանալուց հետո 150 քննիչներ են քիչ լելու մենակ հեծի գործով բարձելու։ Դուք տեսեք ինչքան են իրար վրա գրելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ նորից։ Իմ հյուրն էր հետ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։